Նախ ես կարծում եմ, որ մեր հոգևորականներից շատերը, ովքեր պաշտպանում են այդ թեզը, այդ թվում նաև Աճապարյանը, պետք է շատ պարզ ու հստակ գիտակցի, որ եկեղեցին հոր տնից հետը օժիտ չի բերել, ոչ մեկի սեփականությունը չի եկեղեցին, այդ թվում նաև հենց առաջինը իր սեփականությունը չի, եւ այդ գաղափարը, որ փորձում են առաջ տանել, թե ոչ դա ձեր գործը չի, դա ձեզ չի վերաբերվում, խախտել ենք արդյոք կուսակրոնությունը, թե չենք խախտել, այդ թվում նաև եկեղեցու կանոնակարգը ձեզ չի վերաբերվում, դա ձեր գործը չի, մի փորձեք խառնվել այս թեմային, գիտեք ինչ կա, եկեղեցին այդ մարդկանց կողմից ընկալվել է որպես մի հավաքատեղի, որտեղ կարելի է հավաքվել, սխոտկա անել, ինչ-որ նորմեր խախտել ու հանրությանն էլ պատասխան տալ, թե դա ձեր գործը չէ, այսինքն կարելի է, օրինակ, ըստ Աճապարյանի եւ նրա թեզը պաշտպանողների կարելի է տալ երթում Աստծուն, կուսակրոնության ուխտը խախտել, դրժել, կարելի է զավակ ունենալ, ինչու ոչ, կարելի է Bentley քշել, կարելի է ինչ-որ կոռուպցիոն գործարքների մեջ լինել, կարելի է լինել բարձրաստիճան հոգևորական բիզնեսով զբաղվել, ունենք նաև դեպքեր, Աֆրիկայում օրինակ ադամանդի հանքեր տալ, առնել,